Շնորհակալ եմ մեծագույն վարչապետ հարգելի գործընկերներ, ես մի քանի բարձրաբանումներ ուզում եմ զեկուցել հատկապես այդ թվերի բովանդակության վերաբերյալ։ Պարոն Թորոսյանը արդեն նշեց, որ մենք չնայած նվազագույն կենսաթոշակ պարենային զամբյուղի արժեք, խնդիրը վաղուց էինք լուծել, մի քանի տարի առաջ էինք լուծել, որովհետև հիշենք, որ պարենային զամբյուղի արժեքը 34.500 է, 34.500 կամ 35.000-ի սահմաններում, մինչև այսօր, մինչև այս բարձրացումը պարենային զամբյուղի չափով առնվազն ապահովելու խոստում եղել էր կառավարության ծրագրով նվազագույն կենսաթոշակ ստացողների համար, որոնցը 36.000 էր արդեն իսկ նախորդ բարձրացումները հաշվի առած, ավելացնում ենք ևս 10.000 եւ լինում է 46.000։ 46.000-ը 35.000-ից էապես է բարձր, պարոն վարչապետ, եւ եթե անգամ 2027 թվականին արժեզրկումը հաշվի առնելու լինեինք, միևնույն է մենք շատ բարձր ենք այն հայտարարված նվազագույն պարտավորվածությունից կամ հանձնառությունից, որ եղել է կառավարության ծրագրով։ Հետևաբար եւ մտածելու եւ ճիշտ կարգավորումներ սահմանելու ժամանակ մենք առնվազն այս առումով ունենք։ Հաջորդը սպառողական զամբյուղի արժեքի չափ։ Ի վերջո մեր հանձնառությունը եւ խոստումը ո՞րն է եղել, որ միջին կենսաթոշակ ստացող մարդը կստանա այնքան, որ կարողանա վճարել սպառողական զամբյուղի կազմի մեջ մտնող ապրանքների եւ ծառայությունների դիմաց։ Ինչպես դուք արդեն ասացիք, եւ պարոն Թորոսյանը նշեց իր խոսքում 49.000 դրամ առ այսօր միջին կենսաթոշակի չափներ, ավելացնում ենք 10.000-ով եւ միայն դրամական այդ հատվածը 59.000 է։ Բացի դա, հետվճարի ձևով յուրաքանչյուր կենսաթոշակառու ունի իրավունք ստանալու մինչև 10.000 դրամ։ Միջինը մինչև այսօր 7.000 էր հետվճարի, եւ մենք այս բարձրացումները հաշվի առնելով կարող ենք վստահ լինել, որ շատերի դեպքում այդ 10.000-ը կլրացվի։ Եվ այս 59.000-ը եւ այդ 10.000-ը միասին արդեն 69.000-ին կարող են մոտենալ, որը նորից էապես բարձր է, քան սպառողական զամբյուղի արժեքը։ Բայց այստեղ մի կարևոր հանգամանք էլ կա։ Պարոն Թորոսյանի հետ այդ մասին խոսել ենք եւ ես համաձայն եմ, որ ձևակերպումների տեսանկյունից պարոն Թորոսյանի եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հիմնավորումները շատ ամուր են։ Կառավարությունը հայտարարել է, որ միջին կենսաթոշակը բարձր կլինի սպառողական զամբյուղի արժեքից, անկախ նրանից, թե ինչ է մտնում այդ սպառողական զամբյուղի արժեքի մեջ։ Բայց այդ 62.000 դրամի մեջ 6.000 նախատեսված են առողջապահական ծախսերի համար։ Եվ մենք պարտադիր ապահովագրության առողջապահական ապահովագրության համակարգով այն ծախսերը, որ թոշակառուն կկատարեր իր միջին կենսաթոշակը ստանալով, զգալի չափով կատարում ենք ապահովագրության համակարգի հաշվին։ Այսինքն, եթե նույնիսկ չգնահատենք, թե այդ 6.000-ի որ չափն է, որ այլևս չի ծախսելու կենսաթոշակառուն, դա նույնպես պետք է մտովի ավելացնել են 69.000 դրամին, որ արդեն կառավարության կողմից որպես դրամական կամ ոչ դրամական բնեղեն ծառայությունների միջոցով հասանելի հատուցում ապահովում է կենսաթոշակառուների համար։ Սա նույնպես մեկ կետ է, թե մենք ինչու ժամանակ ունենք նորից մտածելու այդ ինդեքսավորումը ավելի ինստիտուցիոնալ հիմքերի վրա կառավարության եկող ծրագրային ժամանակահատվածում լուծելու համար։ Պարոն վարչապետ, ես մի բան եմ խնդրում, որ պարզաբանեմ, հարցին առնչվող է եւ շատ կարեւոր եւ այսօր առավոտյան մամուլին ծանոթանալուց նկատեցի, որ այդ հարցը շրջանառվում է, թե իսկ արդյոք այս բարձրացումը, որ տարվա միջին մասում կատարվում է 79 միլիարդ դրամ կամ 78 միլիարդ դրամ ծախսեր է առաջացնելու, ապահովված է համապատասխան եկամուտներով։ Ընդ որում մեր լրագրող Եվ դրա հետևանքով մենք ակնկալում ենք, որ այս տարի մենք ունենանք 40 միլիարդով ավելի հարկային եկամուտներ, քան պլանավորված է 2026 թվականի բյուջեով։ Եկեք ասենք առնվազն 40։ Եվ բնականաբար մենք ունենք նաև պահոստային միջոցներ, որոնք դրված են տարվա ընթացքում ի հայտ եկող այլ խնդիրներ լուծելու համար, այս երկու աղբյուրներից մենք կարողանալու ենք ֆինանսավորենք այս բանը, բայց եթե թույլ տաք մի դրվագ այդ պարոն Խաչատրյանի ասած մասով, մեր դիտարկումը եղել է այն մասին, որ նախագծի մեջ բացահայտված չի աղբյուրը, բայց մենք իրար հետ քննարկման ժամանակ այդ աղբյուրները իդենտիֆիկացրել ենք եւ ըստ այդը մենք որոշում կայացրել, որ այս ճանապարհով գնանք եւ այստեղ որևէ խնդիր չկա։ Պարոն Խաչատրյան, ձեր ասած մյուս դիտարկման հետ կապված
Ինչեմ ես այդպիսի վստահությամբ այդ կոմպենսացիայի ինդեքսացիայի թեման այդպիսի վստահությամբ ասել։ Այսինքն երկար փորձագիտական որ հաշվի առնելով ձեր ասած ռեզերվների արկայություն։ Այսինքն մեր խնդիրը, որ ես ձևակերպեցի, որ մեր թոշակը սպառողական զամբյուղից ներքև չգնա։ Եվ ես դա առանց մանրամասն փորձագիտական քննարկումների հայտարարեցի, նկատի ունենալով, որ մենք հիմա առաջ ենք։ Այսինքն եւ մենք ռեզերվ ունենք ավելի հանգիստ առանձնի արդյունանալու մտածել, խնդիրը հետեւյալն է, որ մեր թոշակը այլևս երբեք սպառողական զամբյուղի ցածր պետքա չլինի եւ չի լինի։ Սա պատմական փոփոխություն է, եկեք արձանագրենք եւ իմ ասածն է, որ պատմական փոփոխությունը ունի երկու առանձնահատկություն։ Առաջինը, երբ որ դրան հասնում ես, դա շատ լավ է, բայց հետո երբեմն մոռանում ես, որ պետքա խնամք տանել այդ պատմական ձեռքբերման նկատմամբ եւ դա գնում այլի հետագլորվում դեպի իր նախնական վիճակ։ Դա վերաբերում է ընդ որում ամեն ինչին, առիթ ունեցենք, դա վերաբերում է խաղաղությանը, դա վերաբերում է սոցիալական իրավիճակին, դա վերաբերում է կրթությանը, ամեն ինչին, բացարձակապես ամեն ինչին։ Պետքա ֆիքսել եւ խնամք տանել, որպեսզի այն ինչ որ ձեռք ես բերե, դա հետագայում զարգանա։ Հետևաբար ես եւս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորի հարգելի գործընկերներ, որովհետեւ իհարկե ոչ բոլորն են դալիճումներ կա, ում այս խոսքերը ուղղված են, որովհետև սա ձեր աշխատանքի արդյունք է եւ սա ձեր աշխատանքի ձեռքբերումն է։ Ես մի միտք էլ կա, որը ելի գիտեմ կրքերա բորբոքելու, բայց ես այդ միտքը պետք է ասեմ։ Ես օրինակ մտածում եմ, թե ինչն է պատճառը, շատ կարևոր է արձանագրել, ինչն է պատճառը, որ մենք ավելի մեծ տնտեսական աճ ենք ապահովել, քան կանխատեսվում էր։ Պատճառները բազմիցս են, արդեն աշխատող, արդյունք ստեղծող մարդկանց բոլորին շնորհակալություն հայտնեցի, թոշակառուներին շնորհակալություն հայտնեցի։ Հիմա միտքը, որը կրքեր է բորբոքելու։ Իմ կարծիքով պետական կառավարման համակարգը սկսեց շատ ավելի մոտիվացված աշխատել, երբ որ մենք նախորդ տարվա արդեն մարտից, ապրիլից սկսեցինք քննարկել արդյունքի վրա հիմնված վարձատրության համակարգը ներդնելու մասին։ Արդեն մարտ-ապրիլից մեր ամբողջ պետական կառավարման համակարգը գիտեր, որ վարձատրության համակարգը փոխվելու եւ այդ վարձատրության համակարգը ուղիղ ձևով կապվելու է ցույց տված արդյունքների հետ։ Ես տնտեսական աճ ինքն էլ 2%, ինքը հարգելի գործընկերներ, 2%-ը շատ մեծ տոկոս է, ասենք երկրներ կան, որ տարեկան 2% տնտեսական աճ են ունենում, իրանք իհարկե հիմնականում բարձր զարգացվածության շեմ ունեցող երկրները, իրանք շատ ուրախանում են։ Սա շատ մեծ տոկոս է, եւ ես համոզված եմ ուղղակի իմ վերլուծությունը, որ գործոններից մեկը, որը բերել եմ նրան, որ մենք այսօր կարող ենք սոցիալական ոլորտում պատմական փոփոխության հասնել, դա վարձատրության նոր համակարգն է, որի ներդրումը մենք սկսել ենք անցյալ տարվա առաջին կեսից, որպեսզի ընդդիմադիրները շատ չչարչարվեն, ասեմ, որ ես հիմա խոսում եմ, որովհետև զգում եմ, որ տերմինաբանությունների մեջ շատ չեն կողմնորոշվում, ես հիմա խոսում եմ պարգևավճարների համակարգի մասին։ Խոսում եմ այն համակարգի մասին, որը միլիոնավոր դրամներ է բաշխում պետական պաշտոնյաների միջև եւ ուզում եմ ընդգծել, որ 2024 թվականի բյուջեով մենք 4.5%-ը 24 թվականի բյուջեով 25-ի բյուջեով 6.5 միլիարդ մենք բան արեցինք պահպանման ծախսերը պետական համակարգի 6.5 միլիարդ էր։ Այո, պարոն վարչապետ։ 6.5 միլիարդ մենք հենց պետական համակարգից, այսինքն որ նախկինում կար, էլի տրվում էր պետական համակարգին։ Մենք կրճատեցինք դա, ռեզերվ արեցինք, մինչև հիմա 3.5 միլիարդն ենք ուղղել։ 3.5 միլիարդը ուղղեցինք պետական կառավարման համակարգի ավելի արդյունավետ դարձնելու եւ հիմա 78 միլիարդ այդ թվում դրա արդյունքում
Սեն շատ կոնկրետ տալիս ենք մեր թոշակառուներին, ընդ որում 78 միլիարդի մեջ, հա, հետ վճարը մտնում է։ 78 միլիարդ։ Ես ուզում եմ ցույց տալ, որ ես ուզում եմ ասել, որ շատ ուրախ եմ եւ կներեք, շատ գոհ եմ, որ ես ինքս այդ որոշումները կայացրել եմ, որովհետեւ ես հիմա տեսնում եմ այդ որոշումների պատճառահետևանքային կապը։ Այդ որոշումն որ ինձ հնարավորություն է տալիս կներեք պերաշկի ուտել 1000 ներողություն։ Որովհետև ես գիտեմ, որ երկրում ինստիտուցիոնալ մակարդակի կայացման ավելի բարձր մակարդակ կա։ Եվ ես կարիք չունեմ մի բանը ամբողջ գիշեր ասել հն տենես այն մեկը ինչ անում, ես գիտեմ, որ համակարգը մոտիվացված աշխատում է։ Սա պետության հատկանիշ է։ Սա պետության հատկանիշ է։ Ի վերջո քաղաքական բանը վարչապետը եւ նախարարներն էլ կներեք, բայց դա նորմալ բան է, իրանք մեծ մասամբ քաղաքական գործիչ են, փոքր մասամբ վարչարար, որտեվ վարչապետը պետք է խնդիրները դնի, համակարգը պետք է գնի, քաղաքական են այդ խնդիրները։ Այդպես է եղել առողջության ապահովագրության համակարգը։ Ես մեր գործընկերներին հրավիրել եմ, ասել եմ, գիտեք ինչ, հունվարի 1-ից պետք է առողջության ապահովագրության համակարգը լինի։ Բայց կներեք, եթե ես նախկինում այդ կնշանակեր, որ ես 15 օր կամ 20 օր կամ մի ամիս պետք է ամենօրյա ռեժիմով զանգեմ, ասեմ, շաբաթը մի անգամ էլեկտրոնային post եմ գրել, ընդ որում ոչ թե առաջին մակարդակի քաղաքական կառավարության անդամների հետ կապված է խնդիր եղել, որ իրանք էլ իրանց հերթին, չէ, պետք է կարողանան համակարգերը, ես իմացել եմ, որ համակարգերը աշխատելու են։ Համակարգերը աշխատելու են, որովհետև համակարգը այն վիճակում է, որ չի կարող մեզ մեղադրել, որ մենք իր կարիքները արհամարում ենք։ Այո, եւ մենք հիմա գերկենտրոնացած պաշտոնյա, գերկենտրոնացած պաշտոնյայի ընտանիքի անդամը նույնիսկ իրեն իր աշխատանքից պետքա չկարողանա շեղի։ Եվ ես այդ պատասխանատվությունը վերցրել եմ ինձ վրա եւ վերցնում եմ եւ ես ցույց եմ տալիս, թե մենք ինչպես նախ 6.5 միլիարդ կրճատեցինք, դա էլ էր ծանր որոշում։ Որտեղ մենք պետական համակարգը սենց դրեցինք եւ կամային որոշմամբ ասցինք 4%-ով 6.5 միլիարդ փող վերցնում ենք ձեզանից։ Ես հիշում եմ, բոլորդ էլ լարված էիք, հարգելի գործընկերներ։ Այդ որոշումները կայացնելն էլ հեշտ չի։ Որոշումները կայացնելն էլ հեշտ չի, բայց այդ որոշումը մեկ կայացվել է։ Հիմա այդ 6.5 միլիարդից, որը ուզում եմ հիշեցնել, նախկինում համակարգի 6.5 միլիարդից 3.5 միլիարդը վերադարձրինք համակարգին այլ մեխանիզմով, այլ խողովակով, այլ բովանդակությամբ, այլ տեքստով, հիմա դրա արդյունքում 78 միլիարդ փոխանցում ենք մեր թոշակառուներին։ Այս լա թոշակառուներին մասին է, չենք խոսում ուսուցիչներին, զինվորականներին, դպրոցներ, մանկապարտեզներ, ճանապարհներ եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ հետեւաբար մենք գնալու ենք այդ ճանապարհով, այո, 3.5 միլիարդ, 4 միլիարդ ամեն կիսամյակում ներդնելու ենք եւ ամեն կիսամյակում մի անգամ դրա դիմաց 100 միլիարդ, մի անգամ 50 միլիարդ, մի անգամ 70 միլիարդ լրացուցիչ միջոցներ են գեներացնելու պետական կառավարման համակարգում։ Սա մենակ մի բանի մասին է, սա այն մասին է, որ մենք որպես պետություն բավարար չափով լրջացել ենք։ Բավարար չափով լրջացել ենք եւ ես ուզում եմ շնորհավորել բոլորիս այս կապակցությամբ եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել նաեւ բոլորիդ կրկին այս արդյունքի համար։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։